Հրապարակը գրում է վեհափառին հնկեցանելու շուրջ իշխանությունում պարզվում է քննարկումներ են եղել տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, բայց հանրային տրամադրությունները ստիպել են իշխանությանը զադնի դնել ու հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցում պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին, որոշ հարցումներից ու զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած համակարգող խումբը ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամին ընտրելու նա հետո այդ 10-ը իրենց հերթին պետք է խմբեր ձևավորեն, լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ ու շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսների պատերազմը, հույս ունենալով, որ հանրությանը կգժվացնեն, որ հաջողվի կաթողիկոսին մերժել, նրա նյարդերը Սերժ Սարգսյանի օրինակով տեղի կտան, դիմում կգրի, կգնա, գրում է թերթը։ Իրավունքը գրում է իշխանական կուլիսներում շշուկներ են շրջանառվում, թե Փաշինյանը օդում ճոճելով ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ունեցած այսպես ասած կոմպրոմատները նկատի ունի Իմ քայլի իր վաղեմի դաշնակից Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ ունեցած ոչ հրապարակային խոսակցությունները։ Զավենիչը գլուխ է գովացել, որ լինելով եկեղեցուն մոտ կանգնած ու ունենալով մտերիմ հարաբերություններ մայրաթոռում ֆանտաստիկ տեղեկություններ ունի միաբանության մասին եւ ահա Փաշինյան Նիկոլը դրանցով է ոգևորված, բայց ամենաուշագրավն այն է, որ այսպես ասած տեղեկությունները իսկապես ֆանտաստիկայի ժանրից են կամ առնվազն անապացուցելի։ Ժողովուրդը գրում է հունիսի 17-ից մեկնարկող ԱԺ-հերթական նստաշրջանը թեժ կլինի, իշխանությունները պատրաստվում են նստաշրջանին Փաշինյանի կառավարությունը ամբիոնից պետք է ներկայացնի 24 թվականի բյուջեի կատարողականը, որն առաջինը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ապա կառավարության մյուս անդամները, այնուհետև Փաշինյանը պետք է խոսի եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին, նա պատրաստվում է կաթողիկոսի զավակ ունենալու հարցը ԱԺ ամբիոնից բարձրացնել, այս Ամենից հետո գլխավոր դատախազ Վարդապետյանը պետք է ներկայացնի միջնորդությունը երկու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Հրապարակը գրում է հունիսի վերջերին եւ հուլիսի սկզբին Մեղրիում ՔՊ տարածքային կառույցի ընտրություններ են լինելու։ Տարածքայինի ղեկավարի պաշտոնի համար ամենամոլի պայքարողը ներկայիս համայնքապետ Խաչիկ Անդրեասյանն է Տուլի մականունով, որը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով, կարճ ժամանակ անց կրոնափոխ եղել ու ՔՊ-ական դարձել։ Տարածքային խորհրդի ղեկավար դառնալու իմաստն այն է, որ դա կանաչ լույս է վառելու Մեղրու համայնքապետի հաջորդ ժամկետի համար նա դառնալու է ՔՊ թեկնածու։ Թերթը հիշեցնում է ՔՊ-ն որոշել է 26-ի նախընտրական ցուցակը կազմելիս առաջնորդվել ՔՊ կուսակցության ընտրություններով։ Վարչության կազմում տարածքայինների ղեկավարների պաշտոններում ընտրվածները մեխանիկորեն կլինեն ցուցակում։ Ժողովրդի տեղեկություններով էլ հունիսի 13-ից 15-ը տեղի կունենա Դաշնակցության 28-րդ Գերագույն ժողովը, ժողովից հետո Գերագույն մարմնի ընտրություններ կլինեն։ Ըստ պաշտոնական տեղեկությունների ժողովի ընթացքում կքննարկվեն 2 տարիների գործունեության արդյունքները, կգնահատվի կատարված աշխատանքը եւ ռազմավարական ուղղություններ կնախանշվեն այս երկօրյա հավաքը ըստ տեղեկությունների տեղի կունենա քաղաքից դուրս, կմասնակցեն աշխարհասփյուր կառույցներից, ժողովը Դաշնակցության կուսակցության համար կարևոր նշանակություն ունի։ Հրապարակն էլ գրում է այսօր ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը բանակից փողով ազատվելու մասին։ ՔՊ-ին վճռական են տրամադրված, եթե իրենց գործընկերը չհետաձգի նախագծի քննարկումը կամ հետ չկանչի, իրենք դեմ կքվեարկեն։ Թերթը հիշեցնում է այդ նախագիծը կառավարության կողմից դրական եզրակացության էր արժանացել այն դեպքում, երբ գլխավոր շտաբը բացասական եզրակացություն էր տվել։